Հայաստանում քաղաքական նոյան տապան է ձևավորվում։ Օրերս Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նման առաջարկ է ներկայացրել։ Ծառուկյանի թիմակից ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը շեշտել է, որ ստեղծվող ձևաչափը պետք է դառնա համախմբման տարածք բոլորի համար, ընդգծելով, որ որևէ առանձին քաղաքական ուժ ի վիճակի չէ միայնակ հաղթահարել ստեղծված ծանր իրավիճակը։ Նոյան տապանում պետք է բոլորն էլ հանգրվանեն, ըստ իս, որովհետև գոյություն չունի ոչ մի քաղաքական ուժ, կամ ոչ մի առանձին անհատ, ով կկարողանա դուրս հանել երկիրը այս ծանրագույն իրավիճակից։ Սակայն նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվում որոշ քաղաքական շրջանակներում։ Քաղաքագետ Էդգար Առաքելյանի կարծիքով խոսքը նոր քաղաքական պլատֆորմի մասին չէ։ Այդ մարդիկ առնվազն 97-8 թվականներից մինչև 18 թվականները եղել են այդ հին իշխանության, ովքեր Հայաստանը հասցրել են այդ օրին, ովքեր Հայաստանի կարողությունները ըստեյության թալանել են, հանդիսանում են այդ հին մարդկանց քաղաքական եւ տնտեսական հենասյուները։ Առաքելյանի գնահատմամբ այդ շրջանակները փորձ են անում վերադասավորվել, ներկայանալով որպես նոր ուժ։ Առաքելյանը նաև նշում է, որ մի շարք գործիչներ, որոնք այսօր ներգրաված են տարբեր քաղաքական թիմերում, նախկինում կապ են ունեցել Քոչարյանի հետ եւ շարունակում են պահպանել այդ կապերը։ Սամվել Կարապետյանը էլի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ նախկին նախագահաների քաղաքական ու ֆինանսական հենասյունն ա եղել։ Մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանը բացառիկ մարդկանցից է, ով նաև մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու այդ գումարի վճարմանը, որը մի քանի միլիոն դոլար արժեր։ Այսպես շարունակ, այսինքն այդ մարդիկ բոլորը նույն պլատֆորմից են ու հին պլատֆորմից են։ Առաքելյանի համոզմամբ ընտրական ցուցակներով վարչապետի թեկնածուի անվան բացակայությունը եւս պատահական չէ։ Նա պնդում է, թե որոշ քաղաքական ուժեր տարբեր թիմերով մասնակցելով ընտրություններին հետագայում կարող են միավորվել մեկ թեկնածուի շուրջ։ Մոսկվայում կա կայացրած որոշում, որ իրանց հիմնական թեկնածու վարչապետի դա Ռոբերտ Քոչարյանն է, ու հիմա այս ուժերը տարբեր այսպես թիմերով փորձում են ձայներ հավաքել, խաբել երբականական ժողովրդին, հետո Ռոբերտ Քոչարյանին դարձնել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Քաղաքագետը հիշեցրեց նաև Գյումրիում տեղի ունեցած ընտրական գործընթացները, երբ քաղաքական ուժերը համախմբվեցին մեկ թեկնածուի շուրջ, Վարդան Ղուկասյանին դարձնելով քաղաքապետ։ Արման Աբովյանի դիտարկմամբ նոյան տապան պլատֆորմը չի կարելի դիտարկել լոկ որպես կարծատիպերի մեջ տեղավորված դաշինք, ալյանս։ Թե Անդրանիկ Թևանյանը, թե Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները, այո, այդ մեծ նոյան տապանի պայմանական sense վերցնենք, որոշել են, որ պետք է ներգրավված լինեն այն գործընթացի մեջ, որը մենք անվանում ենք առաջարկ Հայաստանի, եւ այո, իրենք ունեն իրենց առաջարկը, եւ այդ առաջարկը համահունչ է այն իրավիճակին, որը ձևավորվել է։ Պատկերավոր ձևակերպում է այն առումով, որ տարբեր շրջանակներ կարող են ներգրավել եւ տեղի ունենալ այն համախմբում։ Մայր Հայաստանը հայտարարել է արդեն, որ մասնակցելու է ընտրություններին առաջարկ Հայաստան ծրագրով եւ Բարգավաճ Հայաստանի հետ միասին։ Քաղաքական դաշտում ձևավորվող նոր միավորումների, ընտրական ցուցակների ձևավորման եւ վարչապետի թեկնածուների շուրջ քննարկումները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե արդյոք քաղաքական նոյան տապան ձևաչափը կդառնա լայն համախմբման գործուն հարթակ, թե կմնա քաղաքական նախաձեռնության մակարդակում։ Քերոբ Խաչատրյան, Նարինե Ղուկասյան, Ռադար Արմենիա։